եք կարծում Հայաստանում կոռուպցիա կա, չկա։ Բա որ երկրում չկա որ Հայաստանում չլի։ Կոռուպցիան այն բանը որ լրիվ բնակավարումներն էլ կա ու կարալի։ Իհարկե կոռուպցիա կա, կոռուպցիան եղել է, կա ու կլինի։ Դրա վերջը չկա։ Լավն է որ տոկոսից հազարելի, թե չառած դրա ոչ մի երկիր չկա։ Կոռուպցիան սաղից մեջն է։ Ինձ համար այս իշխանությունը, ես չգիտեմ դուք ինչպես, այս իշխանությունը իդեալական իշխանություն է։ Այսինքն անում է այն, ինչ որ մենք ժամանակին երազում էինք։ Տնտեսության մեջ սիրում են Նիկոլի զոմբիները հիշել, որ ասֆալտ է արվում կամ դպրոց է կառուցվում։ Ասֆալտը արվում է, որովհետև ասֆալտ անելուց ամենամեծ կոռուպցիայի ռիսկերն են ու դա շատ ձեռնտու է։ Ասֆալտ բոլորն են արել ու բոլորն էլ այդ կոռուպցիայի եղանակը շատ լավ մշակված տեղին արել են։ Ուզում են անեն, թե ոնց է ստացվում ապագան ցույց կտա։ Չի վերացվել, որովհետև հենց իրանք են կոռուպցիայի մեջ թաթարված։ Հանձինես մեր քաղաքապետը։ Դե մի քանի հատրանից պետք է փոխվի, որ ինչ-որ մի բան ստացի։ Թե չէ սենց որ ասես միանշանակ ամեն ինչը տենց դզվել է, չի կարա դզվի։ Сразу ничего не бывает, дорогой։ Բոլոր ոլորտներում, զինվորականների մոտ, բժշկական ասպարեզում, որ գնում ես բժշկի։ Եթե մարդ ուզում է կոռուպցիա չլի, պետք է աշխատատեղով ապահովել աշխատի, եթե չէ կոռուպցիան սաղից մեջն է։ Սաղել ուտել են ուզում, սաղել ստամոքս ունեն։ Ոչ մեկին թող չմեղադրի։ Մեղադրում ենք, բան ենք ման գալ, դրա համար մեղադրում ենք։ Թե չէ կոռուպցիան չկա, եթե մարդկություն կա, կոռուպցիա կա։ Բացառվում է, որ այս երկրում չլինի։ Խոսքը դրա մասին չի։ Թե ինչ հասճանի է, արդեն փոխում է երևույթը։ Այսօր կառավարական համագարկում հենց ինքը ամբողջ կոռուպցիոն համագարկ է։ Պիտի շատ ու շատ լինեն, ոչ թե ոստիկաններ շատ ունենան, այլ աշխատողներ, որպեսզի վերահսկեն։ Ցանկալի կլի որ մարդ մնան, եթե էշի քուրիկ են, չեմ կարա։ Էշի քուրիկների հետ շիլում։ Մեր շրջապատը շատ է էշի քուրիկ։ Ամեն մարդ էլ նորից եմ կրկնում ապրել ուզում, ամեն մարդ էլ ստամոքս ունի, շաղել ուզում են, լավ ապրեն։ Ոչ թե մեկը դառնա միլիարդատեր, ни за что մեկը չէ, սա ամեն ինչ գալիս է սրանից։ Ազգի լավ ու վատը գալիս է սրանից, պարտությունը գալիս է սրանից, մարդը մեկի հարգանքը գալիս է սրանից։ Եթե մի քիչ հավասարություն ունի, բոլորս երեխաներն իրար շփվել կիմանան։ Այն շատ ունեցող երեխան, մեր քիչ ունեցող երեխան տարբերությունը, դրա համար այդ կան դանակահարություն, այդ կան սպանություն, ամեն ինչ մեկ հետ շախտված է։ Կոռուպցիան բարգավաճում է։ Իդեմս այսօրվա մեր այսպես կոչված կառավարության չնայած 30 տարի շարունակ ու նրանից առաջ սովետական տարիներին էլ կոռուպցիան եղել է, բայց հիմա նոր թափ է հավաքել եւ այլ մասշտաբներով է ծաղկում կոռուպցիան։ Լավ ծաղկում։ Մեր երկիրը հիմնված է կոռուպցիայի վրա։ Շատ լավ։ Հիմնված է ցավոք սրտի։ Լացելով եմ ասում, ուղղակի արդյունքներս չեն երևում հիմա։ Դե թալանել եմ, թալանը հետ պետքա բերվի, ինչքան կարում են, ու ձև չկա որ չբերեն, որտեղ ամոթ կլի իրանց։ Պայքարում են, պետքա հարցերը լուծեն։ Կա։ Դից լավ գիտեք որ կա, ով որ կոռուպցիայի մեջ է նրան հարցրի։ Եթե ինձ օրինակ փող տան, ասեն գնա կոռուպցիայի համար, դες ով ինչ ասը։ Ես քչեմ բռնեմ, ով որ փող կտա հակառակը կասեմ։ Փողոց մակրողից սկսած դպրոցներով, համալսարաններով վերջացած դրա համար քանդվեցին մեր դպրոցները, կրթական հաստատությունները, ակադեմիաները, մենք ճարտարապետ ժողովուրդ լինելով հիմա ճարտարապետություն չունենք։ Գրողներ ունենալով Շիրազի թաղմանը Մատենադարանից մինչև շուկա փողոցը լցված էր ժողովուրդով, որտեղ գիտեին Նովա Շիրազը։ Հլը հարցրեք, քանի հոգի կիմանա Նովա Հովանես Շիրազը։ Սա կոռուպցիայի արդյունքն է։ Նախկին 30 տարվա մեջ մեր արտաքին պարտքը կազմել է 6 միլիարդ, իսկ հիմա դառել է 14 միլիարդ։ Ընդ որում, ասենք
վերջերս հեղում արվեց Նիկոլի կողմից, որ դա արվել է ռազմական ձեռքբերումների համար։ Հարցը առաջանում, եթե ռազմական բյուջեն 200 միլիոնով կրճատվել է, այդ միլիարդները ոնց է ռազմական բյուջեին վրա օգտագործվել։ Այսինքն այդ գումարները հենց առաջի հերթին այդ ռազմական բյուջեի հաշվին է, որ գրանցվել է ու ասենք իր այն ում հետ է ինքը ապրում, դրա հետ, դրա անունով ինչ որ տեղեր գծված ինչ որ բաներ։ Կարծում եմ առաջինը դա եւ ցանկացած բնակավարում։ Այնպես բնակավար չկա, ասենք թեկուս այն վարորդական իրավունքը, որ ստանում են։ Էլի նույն ձևի չէ։ Ավելի թանկ գնով, ավելի քիչ մարդ է ստանում, ավելի թանկ գնով։ Այդ սխեման իմ կարծիքով բոլոր տեղերում է գործում։